Ջերմաչափի վրա բարձր նիշեր տեսնելիս միշտ ապեք դուրս գալ ու տաք եղանակը վայելել։ Արևը թեև հաճելի է, բայց հաճախ բացասական է ազդում առողջության վրա։ Բարձր ջերմաստիճանն ու օդի խոնավությունը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը, առաջացնելով լուրջ բարդություններ։ Դրանք հիմնականում պայմանավորված են շրջանառվող արյան ծավալի խանգարման նվազման հետ։ Դա բերում է միկրոշրջանառության խանգարմանը, թրոմբոտիկ ռիսկերի բարձրացմանը եւ պատահական չէ, որ այդ շրջանում ամառվա այդ շոկ եղանակի պատճառով բարձրանում է ինսուլտների հաճախականությունը։ Շոկ եղանակին մեծանում է քրտնաարտադրությունը, ինչը կարող է նպաստել զարկերակային ճնշման տատանմանը։ Եղանակի տաքանալու, շոկելու հետ կապված քրտնել, ջրի կորցնել այլ պատճառներով կարող են նպաստել սրտային հիվանդների մոտ խնդիրների ավելի արտահայտված դառնալուն, հիմնականում պայմանավորված ջրազրկման հետ։ Ամռան այս սեզոնին ավելանում են հոսպիտալացումները, հատկապես տարեցները պետք է զգուշանան արևի ճառագայթներից, նշում է Հերացի համալսարանական հիվանդանոցի միջազգային հավատարմագրում ստացած բաժանմունքի ղեկավարը։ Ինչ է խորհուրդ տրվում, որպեսզի այդ հիվանդները հնարավորինս խուսափեն շոկ եղանակին լինել դուրսը արևի տակ, խուսափել ինչպես հիվանդները, այնպես էլ առողջ անձինք նույնպես խուսափել ծանր ֆիզիկական ուրեմն աշխատանքից, վարժություններից, որովհետև դա կարող է ավելի ուրեմն սրացնել այդ շոկ եղանակի ազդեցության հետևանքները։ Բժշկի խորհուրդն է շոկ եղանակին շատ խմել հեղուկներ, հրաժարվել ալկոհոլից եւ սուրճից։ Սրտանոթային խնդիրներ ունեցողներին հորդորում են դեղաչափի հարմարեցման նպատակով խորհրդակցել բուժող բժշկի հետ։ Արամ Մանանդյան, Էդգար Դավթյան, լուրեր։